Բարյարև սիրելի կույսեր, այսօր հոկտեմբերի 20-ն է, արեգ օր, արևի օրն է, և ես կներկայացնեմ ձեզ նոյեմբեր ամսվա համար կանխատեսումը, բոլոր նրանց ասcendent-ի նշանն է կույսը, և սա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր նոր են միացել, իրենց եմ ասում, արևն է գտնվում կույսի նշանում, այս երկուսը միացնում եք, որպեսզի ձեր համար կանխատեսումը լինի ամբողջական, այլապես հակառակ դեպքում ինքը կլինի ոչ լիարժեք թերի։ Ես նշեմ, որ դուք շարժվեցիք առաջ և առայժմ պահպանում եք, 4-րդ տեղում եք գտնվում, այսպիսի իրավիճակ, վերջից տեղափոխվեցիք, ինչպես որ ասել էի, որ առաջ եք շարժվելու, այդպես էլ եկաք և հիմա նորից այդպես հոկտեմբերին ևս պահեցիք ձեր 4-րդ տեղը, ինչևէ դա շատ լավ է իհարկե, և հիմա տեսնենք ինչ ունենք նոյեմբեր ամսին, իրադարձությունները բավականին իրադարձություններով լեցուն կլինի, որովհետև ունենք մի շարք փոփոխություններ, Մարսը Վեներան կփոխեն իրենց նշան Ուրանը ևս, ձեր մոլորակը Յուպիտերը կդառնա հետընթաց, Սատուրնը ուղղընթաց, արևը բնականաբար փոխում է իր նշան, ավելորդ է այդ մասին հիշեցնել և իհարկե լիալուսին, նորալուսին, ինչպես միշտ լինելու է, այս ինչու եմ հենց թվարկում սկզբից, որպեսզի ձեզ համար ընդհանուր հասկանալի լինի, որ լեցուն է իրադարձություններով, որովհետև իրենք բերում են, ասենք Մերկուրի հետընթացը ձեր մոլորակը երբ դառնում է հետընթաց, բնականաբար մենք ինչ-որ բաներ շտկելու, վերանայելու անհրաժեշտություն ունենք անպայման և իհարկե մյուս մոլորակներ ևս գործողություններն են փոխվում, Մարսը ինքը դուրս է գալու կարիճի նշանից հենց նոյեմբերի 4-ից և կտեղավորվի կրակի նշանը մինչև դեկտեմբերի 15-ը, տեսնում եք ջրի նշանում այդպես այստեղ ավելի նյարդերը ձգվում են, ավելի լարված ես լինում, որտեղ գործերը չես հասցնում, իսկ երբ ինքը արդեն աղեղնավորի նշանում է, շատ ավելի հեշտ է գնում գործերը, ավելի այդպես ակտիվությունը մեծ է լինում, նոյեմբերի 5-ին Հայաստանի ժամանակով 17:19 տեղի կունենա լիալուսինը, արևև լուսինը կհակադրվեն 14 աստիճանում և այն տեղի ունենալու հողի նշանում, լիալուսինը լինելու է հողի նշանում, այստեղ արտերկրի հետ է կապված այն բոլոր հարցերը, աշխատանք, ամուսնություն, շրջագայություններ, կամ այդպես ուղղակի տեղափոխում և այլն, դատաիրավական հարցեր, այս բոլոր դեպքերում ձեզ համար պարզ կլինի և դուք կհասկանաք ձեր հետագա անելիքները, ինչ խոսք դուք հողի նշան եք և լիալուսին էլ հողի նշանում, դա ձեզ համար շատ լավ է, ես կարծում եմ դուք դա լիալուսինը կգոհացնի ձեզ ինչ էլ որ լինի, այն ձեզ գոհացնելու է, 7-ին Վեներան կփոխի նշանը, դուրս գալով ձեր ֆինանսների տանից, ինքը կտեղավորվի ձեր 3-րդ տանը, ես կարծում եմ բավականին ուժեղ էր ֆինանսական բոլոր դեպքերում հոսքեր աշխատանքի հետ կապված հարցերը, կարծում եմ այդպես լավ ընթացք են ունեցել, որովհետև ինքը և իր տանն է և իր նշանում է, բավականին ուժեղ է և դուք դա ճիշտ եք օգտագործել, մասնավորապես այն մարդիկ, ում գործը կապված է գեղեցկության, արվեստի հետ, ասենք նորաձևություն, մատնահարդարում, վարսահարդարում և այլն, հենց ինքը կոնկրետ արվեստը, արվեստի տարբեր բնագավառներում, այնպես որ ես կարծում եմ դուք ճիշտ եք օգտագործել, որովհետև տիեզերքը ձեզ այդ հնարավորությունը ընձեռել է և հիմա արդեն հնարավոր է, որ դուք ձեր բարեկամների, ընկերների հետ ինչ-որ կարևոր հարցեր քննարկեք և արտերկրի հետ կապված և աշխատանքի ձեր բիզնեսի հետ կապված մասնավորապես նրանք, ովքեր առևտրով են զբաղվում, իրենք ևս այդ հարցերը կքննարկեք, և Ուրանը նոյեմբերի 8-ին ինքը մտնում է ցոլի նշան, դա ձեզ համար շատ լավ է, վերջին անգամ ինքը վերադառնում է հողի նշան,
եւ արտերկրի հետ կապված բոլոր ձեր կիսատ գործերը դուք կհասցնեք, ինքը ձեզ հնարավորություն է տալիս, որպեսզի որոշակի շտկումներ մտցնեք, հա, որովհետեւ ես գիտեմ, որ կույսերի համար հեշտ չի եղել եւ արդեն ես ձեզ զգուշացրել եմ իհարկե եւ որոշակի դժվարություններ կա, որ դուք դա պիտի ավարտեք հասնեք ավարտին եւ դա էլ արդեն ինքնին բերում է ձեր կարիերայում փոփոխություն, ձեր նպատակներում փոփոխություն, ահա հավանաբար դուք ձեր վերջնական որոշումը կկայացնեք եւ ինչ որ առումով ուրեմն փոփոխություն կլինի անպայման բոլոր դեպքերում ես նշեմ որ 2026 թվականի ապրիլի 26-ը արդեն ինքը դուրս կգա, կվերջացնի այդ գործերը դուրս կգա եւ արդեն առաջիկա 7 տարում դուք փոփոխություններ կլինեն ձեր կարիերայում, կզբաղվեք այդ հարցերով։ Այսինքն մշտական կարծես թե չի լինում փոփոխություններ, միգուցե դա ձեզ համար հետաքրքիր լինի։ Այսպես եւ անցնենք առաջ նոյեմբերի 9-ից մինչեւ նոյեմբերի 29-ը ձեր մոլորակը կլինի հետընթաց սիրելի կույսեր եւ դա գիտեք եւ արտերկրի թեմային է վերաբերում եւ ընտանեկան թեմային եւս վերաբերում է, որովհետեւ ինչ որ հարցեր են առաջանալու եւ դուք փորձելու եք վերադառնալ, վերանայել ձեր հարազատների հետ, միգուցե ընկերների հետ, ձեր բիզնեսը թեկոս կամ ընտանեկան բիզնես կամ պարզապես ինչ որ ընտանեկան այլ հարցեր դուք դա կքննարկեք, կվերանայեք բնակարանի հարց, տեղափոխության հարց, որովհետև մյուս մոլորակը ձեզ արտերկրի հետ կապված ինչ-որ փոփոխություններ է բերում։ Ինչևէ, այդ փոփոխությունները նկատվում են, դա կարող է, գիտեք ինչ, ոմանց մոտ եւ իրենց կարող է վերաբերել, ոմանց մոտ երեխայի հետ երեխային կարող է վերաբերել։ Սա նկատի ունեցեք, որպեսզի ես առանձին այդպես չնշեմ։ Այսպիսի փոփոխություններ են, այնպես որ վերանայեք եւ թեկուս տանը փոքրիկ վերանորոգումներ կարող են լինել, փոքրիկ այդպես միջամտություններ, փոփոխություններ, այսպիսի ցանկություններ կառաջանան, այնպես որ նոր գործ չենք սկսում, այլ հինը մոտեցնում ենք, հասցնում ենք ավարտին, այստեղ նաև հին թեմաներն են, հին ընկերները կարող են հայտ գալ եւ նաև կարող եմ ձեզ խորհուրդ տալ, որ հին իրերից ազատվեք այդ ժամանակահատվածում նոյեմբերի 9-ից 29 եւ 11-ին նոյեմբերի մինչև 2020 թվականի մարտի 11-ը Յուպիտերն է լինելու հետընթաց, ինքը խեցգետնի նշանում է, մեծ հաշվով այստեղ սիրելի կույսեր, էներգիան, ինչպես տեսնում ենք, դրական էներգիան է կուտակվում, իհարկե եթե դուք կշարքի նշանում, խոյի նշանում կամ այծեղջյուրի նշանում շատ մոլորակներ ունեք, այստեղ տեսնում եք իրավիճակ է փոխվում, արդեն բոլոր դեպքերում այստեղ կարծում եմ մի շարք հանդիպումներ կարող եք ունենալ ձեր գաղափարակիցների հետ, ինչ որ հարցեր քննարկեք, բավականին շատ են այս թեմաները, բայց եւ ընդգրկվում են ընտանեկան թեմաները եւս կարծես թե ձեր բիզնեսին ներկայ է նաեւ ձեր ընտանիքը կամ ընդհանրապես ընտանիքի թեման, ես այդպես շատ է զգացում այդ էներգիան, ընտանիք, հարազատներ, ընկերներ, հա, այդպես այդ զգացողությունն է եւ հիմա մենք շատ սահուն գանք մեկ այլ մոլորակի, որը ուրեմն հնարավոր է որ ձեր գիտեք գոլեգաների հետ կամ ցանկացած երկրորդ անձնավորության հետ ինչ որ ֆինանսական հարցեր եք քննարկում ձեր նպատակների հետ կապված, որ ասենք եթե տեղափոխվում եք կամ ինչ որ կոնկրետ քայլ եք անում, ձեզ որքան գումար, որքան կվճարեն կամ ձեր բիզնեսը ինչպիսի ընթացք կստանա, ինչպիսի եկամուտներ կլինեն, հնարավոր է որ այսպիսի հարցեր դուք քննարկեք կամ վերանայեք, բավականին դա բարձր է լինելու եւ
ուզում եմ նշել նաև նորալուսնին, անդրադառնալ նորալուսնին, արև լուսինը կմիավորվեն 29 աստիճանում նոյեմբերի 29 ժամը Հայաստանի ժամանակով 10:47 վայրկյան կմիավորվեն 29 աստիճանում եւ դա կլինի կարիճի նշանում, դա ձեր երրորդ տունն է, տեսնում եք դուք ընտանիքի թեման բոլոր դեպքերում այստեղ շատ ակտիվ է եւ հնարավոր է որ ինչ որ նոր սկիզբ դրվի, ինչ որ մի նոր որոշում կայացնեք եւ փորձեք այդ հարցերը նոր սկիզբ դնել եւ կարգավորել ինչ ոչ կամ նոր բիզնես սկսելիս դրա համար դուք պիտի ավարտեք եւ որպեսզի կարողանաք եւ իհարկե հիշեցնեմ որ Մերկուրին պիտի սպասեք դառնա ուղղընթաց, նոր կարողանաք ձեր նպատակներն իրականացնել եւ չմոռանանք արևի մասին, ամենակարևոր այսօր արեգոր է, արևի օրն է, արևը մտնում է աղեղնավորի նշան 22-ին նոյեմբերի, մտնում է ձեր տուն, ձեր ընտանիք կամ արտերկրի թեման, կամ բնակարանի թեման, այսպիսի հարցեր եք քննարկելու բոլոր դեպքերում զգացողությունը հարազատների ընտանիքի բավականին ակտիվ է եւ դուք կարծես թե միավորվում եք որպեսզի կարողանաք շատ կարևոր հարցեր կարգավորել այսպեսի զգացողությունը բոլոր դեպքերում միավորվելը շատ ավելի ճիշտ է քան այդպես առանձնանալը միավորվեք որովհետեւ այդտեղ ավելի ընտանիքը պիտի միշտ լինի միավորված եւ միասին կարողանան հարցերը կարգավորել եւ ասեմ նաեւ վերջում որ համագործակցությունը ձեր կողմից շատ ավելի ճիշտ է ոչ թե ակցենտը դնում եք ձեզ վրա որ դուք ինքնուրույն այլ փորձեք գտնել ուրեմն ճիշտ համագործակցություն սա եւս կարեւոր է եւ ձեզ այդ էներգիան կա ինքը կարող է ձեզ ուղղորդել եթե դուք ուշադիր լինեք իսկ ինձ մնում է պարզապես ձեզ զգուշացնել որ նոյեմբերի երկրորդ կեսին պետք է լինեք զգուշ տան թեմաներին եթե այստեղ արկովաճառ կա ուրեմն ուշադիր լինեք եւ տանը կոնֆլիկտներ չլինի ես ձեզ ավելի շատ խորհուրդ կտայի որ ինչ որ վերանորոգում իրականացնեք եւ զերծ մնաք կոնֆլիկտից ինչ որ հարցեր պարզաբանելուց այդ ժամանակահատվածը արեք առաջի կեսին որովհետեւ երկրորդ կեսը հասկանալի է ժամանակ Մերկուրին նաև հետընթաց է լինում, բայց ինչ որ հարցեր եք պարզաբանում, հարաբերություններ եք պարզաբանում, բոլոր դեպքերում եղեք ուշադիր, որպեսզի դա չհանգեցնի կոնֆլիկտի եւ նաև ուզում եմ զգուշացնել, որ նոյեմբերի 30-ին դեկտեմբերի 1-2 այդ օրերը նաև լինեք զգոն, լինեք ուշադիր ձեր անձի նկատմամբ այսքանը սիրելի կույսեր կարծում եմ ձեզ օգտակար եղավ գրեք անպայման մեկնաբանություններում եղեք ակտիվ եւ որքանով իմ խորհուրդները ձեզ համար եղան օգտակար ճիշտ ուղղորդեցին ձեզ եւ դուք կարողացաք կողմնորոշվել որովհետեւ տեսեք երբ արդեն դուք գիտեք որ նոյեմբերի երկրորդ կեսը ինքը բավականին լարված է լինելու եւ ի վերջո ընդհանրապես երկրում էլ երբ կա լարվածություն աշխարհում կամ տվյալ երկրում ինքը այսպես թե այնպես անդրադառնում է մեր կյանքի վրա մտնում է մեր կյանք մենք դառնում ենք մի մասը այնպես որ իհարկե դա նշանակում է որ աշխարհում երկրում եւս գործողությունները բավականին ակտիվ են լինելու եւ իրանք անդրադառնում են մեզ վրա այնպես որ միայն նայել մարդու քարտեզը ասենք եւ միայն կանգ առնել այդ ասպեկտացիաների վրա ճիշտ չէ որովհետեւ պիտի հաշվի առնենք նաեւ երկրում ընթացող իրադարձություններն են որոնք ուզենք թե չուզենք մտնում են մեր կյանք եւս ուղղորդում են եւ փոխում են մեր կյանքը ահա այսպիսի իրավիճակներ ինչեւէ ձեզ մոտ ընտանիքի թեման հարազատների թեման բավականին ակտիվ էր այդպես եղեք ակտիվ, գրեք ձեր մեկնաբանությունները, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ այսքանը